Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է Երևանից, հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգարել ամերիկյան 818-967-5321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին։ Այսօր Նոյան Տապանի տաղավարում հյուրընկալել են փաստաբան Սուսաննա Սարգսյանին։ Բարև ձեզ Սուսաննա։ Բարի գալուստ, բարի վերադարձ, ինչպես ասեմ, ձեր բարի մուտքը ազատության մեջ եք։ Սուսաննա, փաստորեն 2023 թվականի մայիսի 2-ից 1 տարի 2 ամիս դուք եղել եք Աբովյան քրեակատարողական հիմնարկում։ Հիմա կխոսենք թե ինչու եւ ինչպես ստացվեց, որ դեռ պայմանական փաստորեն տնային կալանք, դեռ դատավարության ընթացքը ուժի մեջ է։ Եվ ձեր Facebook-յան էջում գրել եք. լռելը կնշանակեր թույլ տալ, որ նման գործելավոճը դառնա սովորական եւ ցանկացած քրեական գործով։ Ինչի մասին է խոսքը։ Նախ, ինչու հայտնվեցիք այնտեղ, որտեղ ձեր տեղը չէր, ինչպես է, որ հիմա ազատության մեջ եք պայմանական եւ ընդհանրապես ով աշխատեց ձեր դեմ այս ամենը իրականացնելով։ Նախ ոչ թե մայիսի 2-ից, այլ մայիսի 22-ից։ Երկրորդ ինչի հայտնվեցի, որովհետև ըստ նախաքննական մարմնի եւ ըստ դատախազության արդեն դատական քննության ընթացքում տրված ձևակերպումների միջնորդությունների քննարկման ընթացքում առավել քան պարզ դարձավ, որ ես ուղղակի հաճելի չէի իրավապահ համակարգի դատախազական եւ քննչական մարմինների համար, քանի որ շատ ուղիղ էր ձևակերպումը նաեւ քննիչների, որ ինչի ներգրավեցիր արտակի պաշտպանությունը վերցրեցիր, ինչի սկսեցիր պաշտպանել Գալստյան Արտակին։ Եվ սա ես բարձրաձայնել եմ կապ ուներ Արտակ Գալստյանի գործի հետ։ Ես սա բարձրաձայնել եմ դատական նիստերի ընթացքում, արկային դատական նիստերի ձայնագրարման կրիչներ, այս հարցը շատ ուղիղ բարձրացվել է դատարանի առջև, որ իմ նկատմամբ քրեական հետապնդումը իրականացվում է բացառապես փաստաբան Սուսաննա Սարգսյանի փաստաբանական գործունեությամբ պայմանավորված եւ հենց դատարանի աչքի առաջ դատախազներն էլ չեն հերքել, ավելին իրենք իմ դիրքորոշումը ավելի ամրապնդել եւ խորացրել են իրենց ձևակերպումները, որ ես մեղմ ասած վտանգավոր փաստաբան եմ համակարգի համար եւ ինչի՞ չէ դիտարկեցին իմ արտոնագիրը որպես հանցագործության գործիք, այ որ լինեմ ազատության մեջ, կզբաղվեմ փաստաբանությամբ եւ ըստ իրենց կկատարեմ հանցագործություն, այսինքն փաստաբանությամբ զբաղվելը դիտարկվեց որպես հանցագործություն։ Եվ այս ամեն ինչը առաջադրված մեղադրանքների համատեքստում բոլոր ամեն բառը, ամեն տողը եւ տողատակը խոսում է փաստաբանական գործունեության մասին։ Այսինքն, եթե ես չներգրավեի Արտակ Գալստյանի պաշտպանությունը չստանձնեի, ես որևէ խնդիր չէի ունենա։ Փաստը դրան է տանում եւ ձևակերպումները, եւ մեղադրանքը, եւ քննչական մարմնի եւ դատախազության գործելավոճը։ Փաստորեն ձեր դեմ ոչինչ չկար, զազուց ձեզ մեջտեղից փորձեցին հեռացնել, որպեսզի Արտակ Գալստյանը մեկուսացնել փաստաբանությամբ զբաղվելուց եւ դա շատ ուղիղ է, շատ պարզ է եւ ակնհայտ։ Դա կապ ուներ մեր վերջին անսուլիսի հետ, որը մենք այստեղ կազմակերպեցինք ի պաշտպանություն Արտակ Գալստյանի եւ ձեզ հետ էր նաեւ Արսենը Փաստաբան Մկրտչյան, որը մի քանի օր հետո վթարի ենթարկվեց եւ հիվանդանոցում փաստորեն վիրահատությունից հետո խնդիրներ առաջացան եւ Արսենը դրանից հետո արդեն մահացավ։ Ես կարող եմ ուղիղ կապ տեսնել մեր ասուլիսի պաշտպանության, որովհետեւ ինչպես նշեցի, շատ հստակ էր ձևակերպումը, որ խնդիր չէր լինի, եթե ես չներգրավեի Արտակ Գալստյանի պաշտպանությանը, բայց այստեղ երկրորդ հարցն առաջանում եւ ես դարձյալ այդ հարցը բարձրացրել եմ։ Միջև իմ ներգրավելը Արտակ Գալստյանը ուներ 7 պաշտպան, ինչը նրանք չէին պաշտպանում Արտակ Գալստյանին։ Եւ ինչու մեր խնդիրը, որ հենց Սուսաննա Սարգսյանը չպաշտպանի Արտակ Գալստյանին։ Ինչն էր խնդիրը, ինչն էր խնդրահարույց հարցը իրենց համար բարձրաձայնելը, հրապարակային դարձնելը, գործողություններին ճիշտ գնահատական տալը, դիպուկ գնահատական տալը, ինչն էր խնդիրը, եթե վերցնենք դուրս գանք այն տրամաբանությունից, որ քննչական մարմինը տեսել է արարք, որը նախատեսում է քրեական պատասխանատվություն եւ հարուցել է քրեական գործ, հանրային քրեական հետապնդում։ Անձը իրավունք ունի պաշտպանության, անձը իրավունք ունի իր նախընտրած պաշտպանի միջոցով պաշտպանվելու իրավունք։ Քննչական մարմնի խնդիրը ո՞րն է պաշտպանի հետ աշխատելու, առավել եւս
Այն պաշտպանի, ով բարձրաձայնում է հարցեր, որոնք քննարկման ենթակա են եւ գնահատման ենթակա են։ Եթե ես լինեի հակառակ կողմում, ես միանշանակ ուրախ կլինեի աշխատել այնպիսի փաստաբանի պաշտպանի հետ, որը ցույց կտար իմ գործի բացերը, թերությունները եւ թույլ կտար, կստիպեր, որպեսզի զարգանալ, աճել, որպես քննչական մարմին, որպես դատախազություն քրեական քաղաքականության համար պատասխանատվություն կրող կառույց։ Եվ չնայած երևի թույլերի եւ ուժեղների տարբերությունն է հենց այստեղ գալիս եւ ցայտուն դառնում, տեսանելի դառնում, որ այո, թույլերը նախատեսում են պետական ամբողջ ապարատը օգտագործել ուժեղի դեմ եւ լիկվիդացնել, մեկուսացնել գործի քննությունից կամ ընդհանրապես գործնական հարթությունից, որպեսզի չունենա խնդիրներ։ Սուսանադավոր ժամանակահատված էր, եթե չեմ սխալվում, ձեր արդեն մասնակցությունից հետո Արտագալստյանի նկատմամբ դադարեցրեցին այդ բռնությունները, եթե չեմ սխալվում։ Այո, դուք այդ հարցը Արտագալստյանի պաշտպանությունը ստանձնելուց անմիջապես հետո, եթե կհիշեք, մենք ունեցել ենք հաղորդում եւ այդ հարցը ձեր կողմից բարձրացվել է։ Ես նշեցի, որ եթե ես իմ ներգրավմամբ միայն առանց որևէ գործողություն կատարելու կարողացել եմ իմ ներկայությամբ այնպես անել, որ անձին չխոշտանկեն, դա կլինի Արտագալստյանը թե մեկ այլած բացառապես կապ չունի, ուրեմն կարող եմ իմ առաքելությունը ավարտված համարել, վերջի վերջո ինձ դիմել էին հենց այն բանի համար, որ Արտագալստյանը խոշտանկվում է եւ դրա դեմ ոչ մեկ որևէ բան չի կարող կատարվել։ Ես չեմ թերագնահատում կամ փորձում նսեմացնել իմ գործընկերների աշխատանքը կամ նրանց կարողությունները, բայց փաստը մեկն էր արձանագրված եւ երևի հենց այդտեղից էլ սկսեցի խանգարել վարույթն իրականացնող մարմնին։ Դա Արգիշտիկ Հարամյանը ես մի շարք բազմիցս բարձրաձայնել եմ, նորից դատարանում եմ բարձրաձայնել, որ Արտագալստյանին, երբ տեղափոխեցին քննչական կոմիտե, տվեցին տուժողի կարգավիճակ, ինձ ներգրավեցին որպես տուժողի ներկայացուցիչ, մինչ քննիչի կաբինետ բարձրանալը իմ եւ Արսեն Մկրտչյանին հետ զրույցի բռնվեց Քարամյանը եւ շատ ուղիղ տեքստով հայտարարեց, որ ինքը մանդատ ունի պաշտպանին ֆիզիկապես ոչնչացնելու դիմելով անձամբ ինձ։ Եվ ես չգիտեմ էլի ով էր Արգիշտիկ Հարամյանին մանդատ տվել պաշտպանին ֆիզիկապես ոչնչացնելու, որպես իրավապահ կառույցի ղեկավար, տեքստը ձեզ էր վերաբերվել։ Իրավապահ կառույցի ղեկավար, որ պետք է որ առաջին հերթին իրենք ձեռնպահ մնային փաստաբանի գործունեությանը միջամտելուց, շատ ուղիղ կերպով առաջին իսկ օրվանից սկսեցին միջամտել փաստաբանի պաշտպանի գործունեությանը, որը արգելված է օրենքով։ Եվ ես հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին, նշելով շատ ծավալուն հանգամանքներ, բազմաթիվ հանգամանքներ, որի վերաբերյալ պետք է որ քննվի, հարուցվի հանրային քրեական հետապնդում եւ այս գործողություններին տրվի գնահատական, քանի որ այն կառույցը, որը անձին մեղադրանք է առաջադրում, կալանքի միջնորդություն է ներկայացնում եւ ի վերջո ձեռնամուխ է լինում այնպիսի գործողությունների, որոնք անձի համար սահմանում են պատասխանատվություն, ազատության եւ կյանքի հետ առնչվող, այս կառույցը իրավունք չունի ունենալ այնպիսի գործելավոճ եւ հետամուտ լինել այնպիսի գործողությունների, որոնք իրենց մեջ նախատեսում են կամ ենթադրում են քրեական պատասխանատվություն։ Եվ որ վերցնենք բարոյական զուտ մարդկային հարթությունից, այս կառույցը, եթե իր գործելավոճը արդեն հանցավոր է, ինչ բարոյական իրավունք ունի որևէ մեկի գործողություններին գնահատական տալու։ Եվ արդյոք այն անձինք, ովքեր փաստացի հեղինակազրկում են թե քննչական մարմինը, թե դատախազական համակարգը, արդյոք իրավունք ունեն գործել այս համակարգում։ Չէ՞ որ մենք խոսենք որպես քաղաքացի, ցանկացած խնդիր ունենալու դեպքում եւ որ քրեական տարեր է պարունակում, մենք ակնկալում ենք նշված կառույցների օբյեկտիվ գնահատականը եւ անմիջականորեն արագ արձագանքը։ Հիմա ես որպես քաղաքացի դիմելով քննչական մարմնին կամ դատախազությանը, ինչ ակնկալեմ այս մարմիններից, որ ինչ կանեն, կլինեն օբյեկտիվ, չէ՞ որ ես դիմում եմ որպեսզի օբյեկտիվ գնահատական տան, կլինեն ոչ օբյեկտիվ, կլինեն այնպիսի գործողություններ, որոնք հետո կվնասեն իմ, խոսենք որպես տուժողի իրավունքները, չէ՞ որ այսօր նույն այս գործով ես որպես փաստաբան միշտ նայել եմ բազմակողմանի, եղել եմ
անձնական սուբյեկտիվ կարծիքներ ունենալուց միշտ զերծ է մնացել։ Եթե նայեմ ես իմ գործով տուժողների տեսանկյունից, ծիծաղելի է։ Իրոք ծիծաղելի է, քանի որ այս տուժողները կանգնած են քրեական պատասխանատվության առաջ։ Ես այսօր չեմ ուզում խոսել այնպիսի հարցերի մասին, որոնք տուժողները հարցաքննված չեն դեռ, որոնք կարող են գնահատվել, որ ես փորձում եմ ազդել տուժողների կարծիքի կամ դիրքորոշման վրա հետագայում, բայց գործի քննությունը կհիշեք, ես բազմիցս եմ բարձրացանել, որ գործը դատարան պետք է ուղարկվի այնպիսի վիճակում, որպեսզի կողմի իրավունքները հենց զուտ տուժողի, քանի որ դատախազությունը այսօր հանդես է գալիս նաև տուժողի անունից։ Չնայած օրենսդրությունը փոփոխվել է եւ տուժողը նույն ինքը իր շահերը պետք է պաշտպանի, չնայած նախկինում էլ պետք է պաշտպաներ, բայց այսօր տուժողի շահերը այս գործով որքանով է պաշտպանված, կամ որքանով է այդ տուժողը գործով տուժող։ Վերջի վերջո անձին շուրջ 2 տարի է ծանրաբեռնել եք դատավարական իրավունքներով եւ պարտականություններով։ Օժտել եք իրավունքներով, անձը պետք է գալիս է դատարան ակնկալելով, որ կունենա այնպիսի դատական ակտ, որ իր պահանջը քաղաքացին չի կարող գնահատել, դա քրեական պահանջ է, թե քաղաքացիական։ Քննչական մարմինը դա քաղաքացուն չի բացատրել, չի տարանջատել, այ որ քո պահանջի այսքան մասը քաղաքացիական է, դու գնա դիմի քաղաքացիական դատարան։ Ստանձնել եք քրեական վարույթ եւ քաղաքացին ակնկալում է արդարացի դատական ակտ, որտեղ իր պահանջը կլինի բավարարված։ Հիմա արդյոք քննչական մարմինը եւ դատախազությունը, որը անմիջականորեն հսկողություն է իրականացրել նախաքննության նկատմամբ, բարոյական եւ օրենսդրական պարտավորվածություն ունի այս քաղաքացու հանդեպ եւ հետագայում քաղաքացին բողոքելուց արդյոք պետք է բողոքը լինի Սուսաննա Սարգսյանի գործողությունների դեմ, թե պետք է լինի դատախազության դեմ, որովհետեւ ի վերջո այստեղ ես տեսնում եմ խորապես տուժողի նաև տուժողի իրավունքների խախտում։ Բացի այն, որ ինձ ապօրինի մեղադրանք առաջադրեցին, իրավունք չունեին փաստաբանական գործունեության մեջ ներգրավելու կամ միջամտելու, իրավունք չունեին փաստաբանների պալատի լիազորությունները յուրացնելու, փաստաբանի աշխատանքին գնահատական տալու, բայց նաև այստեղ ունենք տուժողի իրավունքների խախտում եւ մեղադրյալի իմ կոնկրետ եւ տուժողների։ Եվ ով է սրա պատասխանատուն, ով պետքա սրա հետևանքները կրի, բնականաբար պետությունը մեղադրյալի կարգավիճակում, տուժողի կարգավիճակում իրենց տուժողը ոնց բերել են, թողնեցել պատասխանը տան։ Բայց սա որպես իմ գործով, շահագրգիռ անձ եմ ասում, բայց որպես իրավաբան, փաստաբան, երբ որ նայում ես, նախ տուժողներն էլ արդեն պետք է սկսեն իրենց իրավունքները պաշտպանել։ Ոնց պաշտպանեն, եւ որ քննչական մարմինը նախաքննության ընթացքում կատարել է այնպիսի գործողություններ, որով բացառել է տուժողների իրավունքների պաշտպանությունը։ Խնդիրներ են, որոնք ոչ մի շրջանակի մեջ չեն մտնում։ Պետք է լինի բարոյականության գործի մեջ բարոյականության այնպիսի բարձր շեմ, որ քննչական եւ դատախազական մարմինը այնուհետև դատարանները որոշումներ կայացնելուց չհեղինակազրկեն այս կառույցները։ Ես դատարանում բարձրաձայնել եմ եւ պահանջել եմ, որպեսզի գնահատական տան դատախազների գործողությանը, որովհետեւ երկու դատախազ հեղինակազրկել են իմ գնահատմամբ իմ պետության դատախազությունը։ Ամբողջ համակարգը դատական նիստերի դալիճում նստած տասնյակից մեկ տասնյակից ավել մարդիկ դատախազության նկատմամբ կորցրել են իրենց վստահությունը, ոչ թե որ դատախազությունը անզոր է, այլ նրա համար, որ դատախազությունում կան կադրեր, որոնք հեղինակազրկում են այս մարմինը։ Եվ այստեղ դատախազությունը շատ լուրջ անելիքներ ունի, որովհետև ես կլինեմ մեղադրյալի կարգավիճակում, կլինեմ տուժողի կարգավիճակում, թե կլինեմ որպես տուժողի ներկայացուցիչ կամ պաշտպան, ինձ ձեռնտու է, երբ որ դիմացիս դատավարական մասնակիցը, թեկուզ հակառակորդ մասնակիցը, լինի այնքան պատրաստված եւ գրագետ, այնքան ճիշտ եւ դիպուկ, որ ինձ ստիպի զարգանալ իմ մասնագիտության մեջ։ Ոչ թե անձին պաշտպանին կալանավորեն, որովհետեւ այս պաշտպանի հետ աշխատելու համար իրանք դեռ պետք է զարգանան։ Պետք է կալանավորեն մեկուսացնեն, որ իրանց նեղություն չտա, չէ՞ թող ինձ նեղություն տա։ Եվ դրանով էլ համակարգը ուժեղանում է, համակարգից լիկվիդացնել, համակարգը պաշտպանելու համար մեկուսացնել պաշտպանի, սա աբսուրդ է արդեն։
Եվ սա մենակ իմ խնդիրը չէ, այսինքն ցանկացած փաստաբան, որը հաճո չի լինի իրավապահ համակարգին, քննիչին, դատախազին, կարելի է բերել ինչ-որ մեկին ասել գրի, որ դժգոհ ես փաստաբանից եւ այդ փաստաբանը կալանավորվի։ Եվ սա մանիպուլյացիայի դաշտ է մտնում արդեն։ Ընդ որում հենց դեր գործի հետ կապված Հենց մեր գործի հետ կապված այստեղ դատարանին եւ որ միջնորդում ես հանրային քրեական հետապնդումը դադարեցնելը, դատարանը նշում է օբյեկտիվորեն նշում է, որ ինքը դեռ ապացույցները չի հետազոտել։ Եվ այստեղ դատարանին չես կարող մեղադրել, որ դու ապացույցները չես հետազոտել, այ պետք է որոշում կայացնես, միջնորդությունը բավարարես կամ մերժես։ Բայց այստեղ անձը մնում է սահմանափակումների տակ, անձի ամեն դեպքում անկախ ընտրված խափանման միջոցից մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ գործում է սահմանափակումներ։ Եվ ինչքանով է արդարացված եւ որ դու հորինում ես մեղադրանք, բարդում ես դատարանի վրա եւ ակնկալում ես որ մի հատ էլ մունատ է գալի դատարանի վրա, որ դատարանը պետք է խափանման միջոց չփոխի, պետք է օբյեկտիվ չլինի, պետք է ձեր շահ դատախազության շահ պաշտպանի, ոչ, դատավորը դատարանը։ Այսինքն ճնշումները կան։ Ես գտնում եմ, որ կան եւ ես անմիջականորեն առիթ եմ ունեցել համոզվելով, որ այո, ճնշումները եղել են դատարանի նկատմամբ։ Բայց այսօր ես դրա մասին չէի ուզենա խոսալ, որովհետեւ ես պահանջել եմ մի շարք ապացույցներ, ապացույցները կլինեն, դուք գիտեք, ես ամեն բառից տակ ըստ էության ապացույցը դնում եմ։ Ապացույցներով ես եւ դատավորի նկատմամբ եմ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի նկատմամբ եմ հաղորդում ներկայացրել եւ հանցագործության մասին եւ դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթ հարուցելու մասին եւ մի շարք դատավորների նկատմամբ պատրաստվել են հաղորդումներ, որոնք պետք է ուղարկվեն համապատասխան կառույցներին եւ այս ամբողջին պետք է գնահատական տրվի, որովհետեւ սա զուտ շարքային քրեական վարույթ չէ, սա շարքային մեղադրանք չէ, սա փաստաբանի դեմ է, որը անմիջականորեն որ կողմից ուզում ենք վերլուծենք, առնչվում է փաստաբանական ինստիտուտին եւ հարվածել այս ինստիտուտին նշանակում է հարվածել արդարադատության հավասարակշռությունը պահպանող ճյուղին։ Սուզաննա, դուրս գանք կարճատև գովազդային դադարի եւ որից հետո ասեմ հեռախոսազանգեր ունենք, կլսենք նաեւ մեր հեռուստադիտողին։ Հարգելի հայրենակիցներ, հետեւեք քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Ավելի քան 11 տարի Աքսիոմեդ վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոնում գործում են հենաշարժիչ համակարգի խնդիրների լուծման բոլոր ժամանակակից մեթոդները։ Հասցեի Երևան, Տերյան փողոց 3 շենք, 42 տարածք, հեռախոս 010 522 882, 091 522 882։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Glendale West Pharmacy, ձեր ուղեկիցը տեղերի աշխարհում։ Ունեք հարցեր, զանգահարեք 818 548 5157 հեռախոսահամարով կամ այցելեք 1109S Glendale Avenue, Glendale CA 91 205 հասցեով։ Նոյան տապանի վազող տողում հայտարարություններ տեղադրելու համար այցելեք Երևան Իսահակյան փողոց 28 երրորդ հարկ կամ զանգահարեք 055 50 90 50 +188 967 567 կամ էլ կապվեք կոնտակտ Շնիկ NTM էլեկտրոնային հասցեով։
Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է եւ ինչպես խոստացել ենք, հեռախոսազանգ ունենք։ Լսենք մեր հեռուստադիտողին, որից հետո ես կշարունակեմ իմ հարցերը։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Բարև ձեզ, Բարև ձեզ։ Կալը, Նոյան տապան, ցանկանում եմ, որ ամեն ինչ լավագույնը լինի, եւ ինքը շատ լավ փաստաբան է։ Ինչ ասեմ, ես մի բան կարամ ասեմ, որ այդ Քարամյան, Մարամյանի, Շոկերի գողավազակները ժամանակ է եկել, որ դրանք Փաշինյանի հետ միասին բոլորն էլ պետք է այդան դրողի ծոցը, այդ կառավարությունը պետք է ոչնչան։ Լավ, ես խնդրել եմ եթերից նմանատիպ հայտարարություններ չանենք, որտեղ մենք որոշակի կանոնների կանոններ պետք է պահպանենք աշխատանքային, այնպես որ ձեր վրդովմունքը հասկանալի է։ Ձեզ փաստորեն մեր հեռուստադիտողները հիշում են, մեր մշտական հեռուստադիտողն է։ Սուսաննա, հարցս հետևյալն է։ Հովիկ Աղազարյանի եւ Արգիշտի Քարամյանի միջև ազգային ժողովում կհիշեք այդ վերջին փաստորեն մենամարտը, այսպես ասեմ, միջադեպը եւ Հովիկ Աղազարյանը կալանքի հետ կապված մեղադրանքներ կարծես թե հնչեցրեց այդ Արգիշտի Քարամյանի նկատմամբ։ Արդյոք դուք ձեր մաշկի վրա շատ բան եք զգացել։ Արդյոք իրոք կալանքը օգտագործվեց այստեղ ձեզ թեկուզ երկար անազատության մեջ պահելու համար։ Ինչ պետք է անեիք այդ գործով ազատության մեջ լինելու, դրսում լինելու, ում պետք է խանգարեիք, մի խոսքով կալանքի հետ կապված արդյոք այդ հայտարարությունը իրականությանը համապատասխանում էր։ Այդ հայտարարությունը, այո, ես համամիտ եմ, որ ոչ միայն Քարամյանը, այլև պարբերաբար Քարամյանից առաջ էլ, հետո էլ այդ գործիքը օգտագործվում է անձանց նկատմամբ կալանքը որպես պատիժ։ Թե ինչի իմ հանդեպ կիրառվեց, ինչ էին ակնկալում, շատ պարզ էր, ակնկալում էին Արտակ Գալստյանի դեմ տրվող ցուցմունքներ, եթե ես համաձայնվեի եւ այսպես ասեմ, անցնեի իմ փաստաբանական գործունեության, իմ հեղինակության, նաև էթիկայի նորմերի վրայով, ես գուցեև ընդհանրապես չէի էլ կալանավորվի։ Եվ այո, կոնկրետ իմ դեպքում, եթե ես խոսեմ զուտ իմ տեսանկյունից, բացի այն, որ դա պարբերաբար տարբեր գործերով, այդ թվում հնչեղ գործերով մենք ականատես ենք լինում, որ այո, կալանքը դա գործիք է անձի վրա ճնշում գործադրելու համար, եւ շատ դեպքերում այդ գործիքը աշխատում է, իր նպատակին ծառայում է, բայց ամեն դեպքում իմ նկատմամբ այո, կիրառվեց եւ կալանքի որոշման մեջ դատարանը երբ որ խափանման միջոց ընտրեց իմ նկատմամբ կալանքը, այնպիսի ձևակերպումներով էր կալանավորվել, որ գործը դատարան ուղարկելուց հետո ինչ չէին կարող ուղղակի կալանքի տակ պահեին եւ սկսվեց հորինվել տարբեր մեղադրանքներ եւ այսպես օր-օրի ավելացվել ու ես բնականաբար շատ այսպես ժպիտով եմ պատրաստ էիք դրան։ Ես պատրաստ էի ամենավատագույնին առաջինը Քարամյանի հետ զրույցից հետո ես պատրաստ էի ամենավատագույնին եւ ակնկալում էի շատ վատ տեսարաններ, վատ հետևանքներ, բայց դե կարող եմ ասել փառք Աստծո ամեն ինչ գրեթե ավարտվեց կալանքով, թե հետո նորից դատարանի վրա ճնշումներ կլինի, ապօրինի դատապարտում կլինի, ինչ կլինի, դա թողնենք հետագայի վրա, կտեսնենք ինչ կլինի, չնայած ես ցանկանում եմ լավագույն հույսեր փայփայել, որ եթե դատարանները մինչ այսօր որոշակի դատավորների խումբ տրվել են քննչական մարմնի ճնշումներին, դատախազների ճնշումներին, հանդես են եկել որպես չեմ խուսափի այդ բառից կամակատարներ, գուցե այս դեպքում զերծ մնան, քանի որ սա ուղղակի հարված կլինի իրավունքի ինստիտուտին, իրավաբանությանը, օրենսդրությանը եւ շատ վատ նախադեպ կլինի հետագայում նմանատիպ ենթադրյալ հանցագործություններին գնահատական տալու առումով։ Ես նորից եմ ասում, իրանք բերել են մի այնպիսի
կետի են կանգնացրել այս հարցի քննարկումը, այս քրեական վարույթը գործը, որ կողմից էլ մոտենան, ինչ էլ փորձեն անեն, առնչվելու է շատ լայն անձանց շրջանակին հետագայում եւ քրեական նորմի գնահատականների առումով եւ փաստաբանության առումով, այսինքն ցանկացած փաստաբանի հանդեպ կարող են այսպես հաշվեհարդար տեսնել։ Հիմա հասկանանք, տեսեք, դուք փաստաբանական ինստիտուտի մասին եք խոսում եւ մտահոգված եք, որ ձեր օրինակը կարող է, եթե չլռեք, կարող է շարունակական լինել։ Իսկ ինչ արեց այդ փաստաբանական ընտանիքը ձեզ համար։ Փաստաբանական ընտանիքը ինձ համար ես չեմ կարող ասել, եկեք զերծ մնամ իմ գործընկերներին եւ առհասարակ փաստաբանների պալատի գործողություններին որևէ գնահատական տալուն, որովհետեւ դա ճիշտ չի լինի զուտ էթիկայի նորմերից, բայց չեմ կարող նաեւ չբարձրաձայնել, որ հենց իմ տան խուզարկության գալուց անմիջապես հետո փաստաբանների պալատի արագ արձագանքման խումբն է եկել իմ տուն, մասնակցել խուզարկությանը, փորձել փաստաբանական պալատը։ Ես չգիտեմ, հանցագործության հետքեր եւ չնայած որ ես հիմա կանրադառնամ այդ աբսուրդ որոշմանը, թե ինչպես են ստացել այդ խուզարկության որոշումը, իմ կողքին են եղել իմ գործընկերները, այդ փաստաբանական ընտանիքի գործընկերները եւ առանց որևէ ակնկալիքի հակառակը իրենց օգնությունը նաեւ ֆինանսապես առաջարկելով իմ կողքին են եղել եւ անգամ երբ որ ինձ տեղափոխեցին արդեն դատարան զարմացա, որովհետեւ ես չէի ակնկալում այն մարդկանց տեսնել դատական նիստերի դալիճում որպես պաշտպանի կարգավիճակով, այսինքն կամայական էին եկել։ Բազմաթիվ փաստաբաններ հանդիպել են իմ փաստաբաններին, այդ թվում լուսահոգի Արսեն Մկրտչյանին, որ իրենց օգնությունն են առաջարկել, բայց դե մեր համար պարզից էլ պարզ էր, եթե ամբողջ փաստաբանական պալատի փաստաբաններն էլ ներգրավեին փաստացի իմ պաշտպանությանը, միևնույն է արդյունքը լինելու էր այն, ինչ ունենք, որովհետև եթե սա գալիս է վերևից, որ պետք է լինի այսպես, ուրեմն պետք է լինի այդպես, եւ այդ սառույցը պետք է կոտրվեր։ Հիմա առավել ևս, որ ես իմ պաշտպանությունը ինքս կարող էի ստանձնել ու պաշտպաններ ունենալը, ես 4 ամիս զրկված եմ եղել այլ անձանց հետ կապից, բացառապես պաշտպանների հետ եմ հաղորդակցվել եւ կլիներ, որ ես առհասարակ կկրտվեի արտաքին աշխարհից եւ իրականության զգացումը չկորցնելու համար, բայց ես շատ շնորհակալ եմ ամեն դեպքում իմ բոլոր գործընկերներին եւ փաստաբանների պալատին, որ արագ արձագանքեցին, հայտարարություն տարածեցին, դատապարտող փաստաբանի տան խուզարկությանը եւ այստեղ պետք է անդրադառնամ դատարանների գործունեությանը, թե դատավոր եւ չդատավորի հարցին եւ ինչպես դատարանները դարձան քննչական մարմնի ձեռքի կամակատարը եւ տվեցին այնպիսի որոշումներ, որոնք իրավունքի դաշտում դա աբսուրդի ժանրից էր։ Այսպես նույն խուզարկությունների միջնորդությունը ներկայացնում է քննիչը մայիսի 13-ին դատարան եւ լիազորությունները դադարեցված դատավոր Վահե Միսակյանը շատ գրագետ ձևով մերժում է միջնորդությունը քննիչի, տալով բացատրություն, մեկնաբանությունները հստակ հիմնավորելով, որ փաստաբանի տունը չեք կարող եւ գրասենյակը չեք կարող խուզարկել, հիմնավորելով բոլոր միջազգային նորմերով, հայտարարություններով եւ նախադեպային որոշումներով։ 2 օր անց նույն միջնորդությունը ներկայացվում է դատարանին եւ որպեսի չլինի թե որ նույն միջնորդությունն է միջնորդության 8-րդ էջի 2-րդ պարբերությամբ քննիչը նախադասություն ոչինչ չի փոխվում քննիչը ընդհանրապես ծաղկակաղ է անում ամբողջ միջնորդությունից խորացնում է իր դիրքորոշումը որ այո մենք խուզարկությունը կատարում ենք փաստաբանի գործունեությամբ պայմանավորված եւ առաջինացյանի քրեական դատարանի դատավոր Չիչոյանը տալիս է որոշում, թույլատրություն փաստաբանի տան եւ գրասենյակների խուզարկության համար եւ որևէ բառով չի անդրադառնում այն արգելքներին, որը նշել էր Վահե Միսակյանը իր որոշումների մեջ չի անդրադառնում թե ինչպես է շրջանցում այս նորմերը եւ տալիս փաստաբանի տան խուզարկության թույլտվություն Ընդհանրապես որոշման մեջ որևէ բառ չկա, որ ես թույլատրում եմ խուզարկություն կատարել փաստաբանի տանը, որն արգելված է օրենքով։ Հիմա հարց բարձրագույն դատական խորհրդին, էթիկայի դատավորների էթիկայի հանձնաժողովին, արդարադատության նախարարությանը։ Այս դատավորը, որը չգիտի, որ փաստաբանի տան խուզարկության թույլտվություն տալը օթից
վստահորդի բողոքի հիման վրա արգելված է եւ նման նախադեպային ունի Վճռաբեկ դատարանը։ Եթե ձեր դատավորը տեղյակ չի Վճռաբեկ դատարանի որոշումներից, միջազգային նորմերից մի կողմ եմ դնում, ձեր դատավորը ինչպես է դատավոր աշխատում։ Ինչ կարգով է եւ ինչ վերաբերմունք ունի այս դատավորը առհասարակ փաստաբանության ինստիտուտի նկատմամբ եւ իր գործող անցնող փաստաբանների պաշտպանների նկատմամբ ինչ վերաբերմունք ունի։ Արդյոք այս դատավորը կարող է օբյեկտիվ լինել բոլոր դեպքերում, թե մենակ ոչ օբյեկտիվ է անհատի դեպքում, այսինքն կոնկրետ փաստաբանի դեպքում եւ ինչ է կանգնած այս արգելքները շրջանցելու եւ չեմ ասի որ գրագետ կերպով շրջանցելու զուտ շրջանցելու գնահատական չեմ տալու, կոպիտ գնահատականներ չեմ տալու, որովհետև ես հրա վերաբերյալ նշել եմ իմ հաղորդման մեջ, ճիշտ է Գրիգոր Մելիքյանի նախկին արդարադատության նախարարի ղեկավարած նախարարությունը գտել էր, որ Չիչոյանի գործողություններում վարույթ հարուցելու հիմքեր չկան, բայց հիմա տեսնենք ինչ կպատասխանի էթիկայի հանձնաժողովը։ Հաջորդ դատավորը թույլատրում է իմ տանից ինձանից արգրաված համակարգիչների եւ հեռախոսի թվային խուզարկություն կատարել Անի Մարտիրոսյան։ Տեղափոխվել է Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր։ Հարգելի Անի, եւ նշում է, որ այս թվային խուզարկությունը չի վնասում փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկությունների արգելքի վրա չի տարածվում։ Ինչի չի տարածվում։ Եվ որ դատավորը շատ լավ գիտի, թե թվային խոզարկությունը ինչ կարգով է կատարվում։ Մասնագետի միջոցով ամբողջ ինֆորմացիան տեղեկատվությունը փոխանցվում է մեկ այլ կրիչի վրա, այսինքն 555,000 ֆայլ տեղեկատվություն եւ 1 տասնյակ, 2 տասնյակ, 100-ից ավել անձի տեղեկատվություն, փաստաբանական գաղտնիք, փաստացի դառնում է քննչական մարմնի սեփականությունը։ Ու այս դատավորը դեռ ես լավ բաներ եմ, լավ կարծիքներ եմ լսել Անի Մարտիրոսյանի նկատմամբ, բայց անկեղծ ասած ես շատ վատ կարծիք ունեմ իր մասին։ Անձամբ չեմ առնչվել, թե որպես դատավոր, թե անձ, բայց արդեն իր մասին շատ վատ կարծիք ունեմ եւ հենց ինքն է ձևավորել իր կարծիքը, իմ կարծիքը իր Այստեղ մասին։ մասնագիտական, այսինքն կողմնորոշման Մասնագիտական կողմնորոշման հարգելիներս օրենսդրությունը փոփոխվեց եւ որոշակի դատական հսկողություն դրեց քննչական գործողությունների նկատմամբ հենց այն հիմքով, որ նաեւ տրամաբանությունը կայանում է նրանում, որ քննիչները իրենց կամայականությունների շրջանակները նեղացնեն եւ կամայականություններ թույլ չտան։ Հատկապես եթե խոսքը վերաբերում է օրենքով պաշտպանվող գաղտնիության, տեղեկատվության գաղտնիությանը եւ դատարանը եթե այսօր չի պաշտպանում այդ գաղտնիության կողմնակիցը չէ, պաշտպանողը չէ օբյեկտիվության տեսանկյունից, այո, կարող էր լինել այնպիսի միջնորդություն, որ իրականում ես ինքս էլ ասեի, դե դատարանը ինչ աներ, պետք է որոշումը թույլտվությունը տար, բայց եւ որ քննիչը անմիջապես հաղորդում ներկայացնող անձից, որի ինֆորմացիայի աղբյուրը, տեղեկատվության աղբյուրը հենց տուժողի հեռախոսն է, չի արգրավում եւ թվային խուզարկություն չի կատարում, բայց փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկությունները անմիջապես արգրավում է եւ այստեղ խտրական վերաբերմունքի ենք առնչվում եւ դատարանների գործողության ոչ իրավաչափությանն ենք առնչվում դուք ինչով եք առաջնորդվել եւ հաջորդ դատավորը տալիս է թույլտվություն փաստաբանի ամբողջ բանկային գաղտնիքը արգրավելու եթե հարցը վերաբերվում է կոնկրետ անձին կոնկրետ ին վստահորդին ումից դուք կարող եք այդ տեղեկությունը ստանալ կամ միջնորդությունը ներկայացրել է քննիչը կարող է շատ լայնամասշտաբ միջնորդություն ներկայացնել դուք չեք սահմանափակում քննիչին դուք դատարանը ակամայից դառնում եք քննիչի կամայականությունների կրողը եւ թույլատրողը այսինքն դուք աչք եք փակում քննիչի անօրինական գործողությունների նկատմամբ լավ խոսում ենք հանրային շահից մեկ անձի շահը հանրային շահ է, այն 100-200 հոգու շահերը հանրային շահ չեն, ով է պաշտպանելու, ով է պատասխան տալու այդ անձանց իրենց փաստաբանական գաղտնիքի բացահայտման համար։ Բնականաբար ոչ ես, որովհետև ես փաստացի դարձել եմ դատական իշխանության անօրինական գործունեության զոհը։ Եվ սրան վաղը մյուս օր հիմա հաղորդումները կուղարկվեն այսօր կամ վաղը բոլոր դատավորների նկատմամբ Եվ կասեն էթիկայի հանձնաժողովը կգտնի, որ
այստեղ որևէ վարույթ հարուցելու հիմք չկա, բայց պատասխան պետք է տրվի այն հարցին, թե այս դատավորները ինչով են հաղթահարել փաստաբանական գաղտնիքի արգելքը եւ որ նորմերով են առաջնորդվել, որ տվել են եզրակացություն, թույլտվություն։ Այս հարցերի պատասխանները պետք է տրվի եւ այս հարցերի պատասխանները առաջին հերթին պետք է պահանջի նաեւ փաստաբանական պալատը, որովհետեւ սա մենակ փաստաբան Սուսաննա Սարգսյանի խնդիրը չէ։ Սա արատավոր գործելավոճ է, որ կարող է վնաս հասցնել ցանկացած փաստաբանին։ Եվ այստեղ այն որ ասում է փորձ են անում։ Եթե այս վտանգավորին ատամներս կբռնի կուլ կգնա, կստացվի, մյուսներինը կստացվի։ Ես կարծիքներ շատ եմ լսել, շատ են կարծիքներ հայտնել, այդ թվում այնպիսի մարդիկ, որոնք չես կարող զուտ քաղաքացի դիտարկել, հեղինակավոր մարդիկ, որ իրենք փորձեցին ինձանով սկսել, ինչի ինձ, որովհետև նաև վախենում էին։ Ու սա այս կարծիքը ձևավորվել է հենց դատախազների դիրքորոշման հիման վրա, որ այո, փաստաբան Սուսաննա Սարգսյանից համակարգը վախենում է։ Այս վաղը մյուս օր ոնց ուզում է լինի, կստանան հակակոռուպցիոն դատարանի դատական նիստերի կրիչները։ Եվ դատախազների խոսքը կդառնա հրապարակային։ Եթե դատարանում լսում էին 1 տասնյակ եւ կամ մի քիչ ավել մարդիկ, սա դառնալու է հանրության սեփականությունը։ Եվ այս դատախազը ճիշտ է, Հայկ Հարությունյանը այսօր արդեն Երևան քաղաքի դատախազ չի, բայց նաեւ այս անձի որպես պաշտոնյա գործողությունները պետքա լինի քննարկման առարկա նաև ներքին գործերի նախարարի կողմից, արդյոք այսպիսի պաշտոնյան, ով հեղինակազրկում է ամբողջ իրավապահ համակարգը եւ բացառապես այն նպատակի համար, որ փաստաբանը մնա կալանքի տակ, զուտ այդ նպատակի համար կարելի է այնպիսի ձևակերպումներով հիմնավորել միջնորդությունը, կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը, որ հեղինակազրկես ամբողջ իրավապահ համակարգը։ Եվ ես ընդհանրապես մի բան եմ ասել, եթե ձեր դիրքորոշումը ճիշտ է, թեկուզ 1%-ով համապատասխանում է իրականությանը եւ փաստաբան Սուսաննա Սարգսյանը այնքան խելացի է որպես փաստաբան, որ ամբողջ համակարգը չի կարող բացահայտել նրա կատարած հանցագործությունները, ուրեմն ձեր համակարգը պետք է լուծարվի։ Այստեղ երկրորդ տարբերակ չկա, կամ կայացեք, կամ լուծարվեք, կամ փոխեք ձեր դիրքորոշումը։ Բայց տեսանք, որ փառք Աստծո եկանք առաջին ատյանի դատարան, այս այդ ձևակերպվեց մի թևավոր խոսք, այսպես ասած, վատ վիճակի մեջ ձևակերպումը փոխարինվեց հակակոռուպցիոնի մեջ ենք ձևակերպման, ասես կեսկատակ, ու փառք Աստծո ես շատ ուրախացա, որ գործը տեղափոխվեց առաջին ատյանի դատարան, եւ այսօր ունենք այն ինչ ունենք, եւ ես ակնկալում եմ, որ նաև դատարանը օբյեկտիվորեն կքննի բոլոր հարցերը։ Այո, ես չեմ խուսափում պատասխանատվությունից, եթե ես կատարել եմ որոշակի արարք, ես պատրաստ եմ դրա համար կրել պատասխանատվություն, բնականաբար, բայց ես պետք է ինքս իմ համար ինքս ինձ համոզեմ, որ այո, ես այս արարքը կատարել եմ։ Ոչ թե կեղծ, շինծու, 11 տասնյակից ավել դրվագներով խարդախության, խաբեության մեջ մեղադրվող անձի 4 տող ցուցմունքով, որը իր մեջ հանցակազմ չի պարունակում, սա աբսուրդ է։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Սուսաննա, այսպիսի մի հարց եմ ուզում ձեզ տալ, քանի որ խոսեցինք Արտակ Գալստյանի մասին եւ ձեր գործը կապեցինք իր հետ նաեւ, իսկ ինչ կապ ունեցավ կամ ընդհանրապես կապ ունեցավ Վարդան Ղուկասյանը այս ամենի հետ, որտեվ Արտակ Գալստյանի հետ կապ ուներ Վարդան Ղուկասյանը եւ ինչ որտեղ կա առնչություն նրա եւ ձեր գործի միջև կամ զրուցել եք կամ քննարկել եք ինչ կար։ Տեսեք, առաջին իսկ օրից, երբ որ ես ներգրավեցի Արտակ Գալստյանի պաշտպանությունը ստանձնեցի, երևի կհիշեք հայտարարությունը այդ դրամահավաքության մասով, եւ որ ես նշեցի, այսինքն միայն ես չէ, 4 փաստաբաններով հայտարարություն տարածեցինք, որ դադարեցրեք այդ զանգերը, որ հաշվի համարին գումար ուղարկենք, որովհետեւ մենք անվճար ենք պաշտպանում։ Սա շատ սուր ընկալվեց, երևի կհիշեք Վարդան Ղուկասյանի եթերները, չգիտեմ եթե նայում եք, ամեն դեպքում ինձ այդ հատվածական ուղարկել էին, որ շատ սուր էր արձագանքել
անգամ երբ որ ինձ կալանավորում էին 22-ի գիշերը, մայիսի 22-ի գիշերը եթեր էր մտել, անդրադարձել էր եւ այսպիսի մի ձևակերպում էր տվել շատ ողջավորված, ուրախացած, որ Արգիշտիս հիմնարկը կալանավորում է Սուսանին, այսպես իմ պաշտպանը բերեց բնականաբար տպագրված բառերը բառացի եւ այո, ընդհանրապես ուրախացել էր, որ ինձ վերջապես կալանավորում են, քանի որ ինքը չէր հերքում եւ իր եթերներով էր ասել, որ ես չեմ կարող եվրոպական գանգատ գրել արտակի համար, ես չեմ կարող ասուլիսներ կազմակերպել եւ հիմա ես օբյեկտիվորեն չեմ կարող ասել, արդյոք մեր կազմակերպած ասուլիսը որևէ ազդեցություն ունեցավ, արդյոք այն տեսակետը, հա, իմ առաջարկը, որ հրատապ միջոցի համար կիրառելու գանգատ գրենք եվրոպական դատարան եւ այլն, արդյոք դա դարձավ ինչ որ թիրախային կամ անկումային կետ եւ ինչ դերակատարում ունեցավ թե չունեցավ, համենայնդեպս ես չեմ հիշում, որ իմ հարաբերությունները որևէ հարաբերություն ունենան Վարդան Ղուկասյանի ունեցած լինեն, բնականաբար ոչ, հարցեր, բնականաբար ոչ, քանի որ Վարդան Ղուկասյանը դեռևս 2015 թվականից է որ կալանավորվեց, ես եղել եմ այդ գործով հակառակ կողմի, այսինքն մյուս մեղադրյալի պաշտպանը անմիջականորեն ցուցմունք էր տվել, օբյեկտիվ ցուցմունք էր տվել եւ Վարդան Ղուկասյանը այդ ցուցմունքի հիման վրա էր կալանավորվել, ինչպես նաեւ մի շարք այլ ապացույցների հիման վրա եւ այդ ժամանակվանից ես Վարդան Ղուկասյանի թիրախում էի, ես չէի կարող որևէ հարցի շուրջ իր հետ զրուցել կամ չգիտեմ, մտերիմ հարաբերություններ ունենալ, չնայած այդ դեպքերից հաղորդումներից հետո ինձ մեղադրանք են առաջադրել Վարդան Ղուկասյանի հետ մտերիմ հարաբերություններ ունենալու եւ իր հանցավոր խմբի անդամ լինելու համար եւ մինչեւ թե ոնց են հիմնավորել այդ մտերմությունը ես չգիտեմ, ամեն դեպքում չեմ կարող հստակ ասել, հավաստի տեղեկություններ չունեմ, թե ինչ ազդեցություն ունեցավ, բայց որ շատ ուրախ էր, որ ինձ կալանավորել են, դա միանշանակ է։ Հիմա խոսենք ձեր փաստաբանական գործունեության մասին։ Դուք հիմա կարող եք ձեր աշխատանքները շարունակել, թե դեռ որոշումներ կան, որոնք հնարավորություն չեն տալիս փաստաբանությամբ զբաղվելու։ Նման որոշում չկա եւ չի կարող լինել, որը կարող է արգելել ինձ զբաղվել իմ գործունեությամբ, եթե իհարկե խափանման միջոցը այնպիսին չի, որը կարող է արգելք լինել ազատ տեղաշարժի եւ անձանց հետ շփումների առումով, քանի որ իմ նկատմամբ ընտրված խափանման միջոցը թույլ է տալիս ինձ զբաղվել փաստաբանական գործունեությամբ, ես զբաղվում եմ, այո, իմ գործերը շարունակում եմ եւ իմ լավագույն գնահատականը նա էր, որ իմ բոլոր վստահորդները, պաշտպանյալները, ովքեր այլ փաստաբանների մոտ էին տեղափոխել իրենց գործերը հասկանալի պատճառներով, տեղափոխում են իրենց գործերը իմ մոտ եւ իմ համար ամենաբարձր գնահատականը հենց դա է, որ մարդիկ առանց եթե ասում են փաստաբան, պատկերացնում են ինձ ճիշտ է, մյուս փաստաբանների գործունեությունը սա չի նվաստացնում կամ իմ գոլեգաների գործերի վերաբերյալ ես դիրքորոշում չեմ հայտնում, բայց ամեն դեպքում սա իմ համար ամենաբարձր գնահատականն է, որ ես որպես փաստաբան կայացել եմ, իսկ եթե կարողանային պետական միջոցներով, դատարանի միջոցով ունենային այդ հիմքերը իմ լիազորությունները դադարեցնելու, որպես փաստաբանի իմ արտոնագիրը դադարեցնելու, ես երևի չէի կալանավորել, իրանք ուղղակի կգնային այդ ճանապարհով, որովհետև նման փորձ եղել է դեռևս 2016 թվականից, կհիշեք, եւ որ նորից Արտակ Գալստյանի քրեական գործի շրջանակներում իմ նկատմամբ քրեական վարույթ էր քննվում, քրեական գործ էր քննվում արգրավեց այն ժամանակ հատուկ քննչական ծառայության կողմից արգրավեց իմ փաստաբանական գործը անձնական փաստաբանների պալատից հարցումներ, հարցաքննություններ, իրարանցում, բայց այդտեղ էլ գնացին իհարկե շատ փորեցին, շատ փորփրեցին եւ որպես փաստաբան եւ որպես անհատ քաղաքացի չկարողացան իմ նկատմամբ գտնել այնպիսի մի բան, որը իրենից կնախատեսեր քրեական պատասխանատվություն եւ ստիպված գնացին այն ճանապարհով, բայց այն ժամանակ գոնե ունեին ամենացածր շեմ, սանդղակ, որից ներքև չէին իջնում։ Այս անգամ այդ շեմը պարզվեց, որ չի գործում այս իրավապահ համակարգի մոտ նման շեմ չկա եւ կարող են իրանք ինչքան ասես ցածրանալ, միայն թե ունենան արդյունք, բայց դա արդյունքը կլինի նա, որ կտեսնենք Սուսաննա Սարգսյանը կդադարի փաստաբան լինելուց, թե չի դադարի, քանի որ արդյունքում պայքարը հենց դրա համար է,
որպեսզի չլինի Սուսաննա Սարգսյան փաստաբան, բայց ես կարծում եմ, որ կլինի։ Սուսաննա, այստեղ ես կարող եմ ձեզ հետ չհամաձայնվել, զուտ միայն դուք փաստաբան չեք։ Ես հիշում եմ մեր հաղորդումները, դուք շատ ավելի որպես հասարակական գործիչ էլ կարող եմ ձեզ այդ գնահատականը տալ հայապահպանման հետ կապված։ Ձեր գրառումներով, Facebook-յան էջերում, մեր հաղորդումներում, քննադատություններով, դիպուկ խոսքերով, եւ ես ավելի շատ երևի թե այս տաղավարում առնչվել եմ ոչ թե փաստաբան Սուսաննա Սարգսյանի հետ, այլ մի կնոջ, ով հայրենիքը, հայրենասիրությունը, հայապահպանությունը իր համար թիվ 1 կարևորագույն արժեքն է եղել եւ իշխանությունների հանդեպ ձեր դիրքորոշումը երբեք չի փոխվել, այսինքն առաջին օրը ինչ ասել եք, դրանից հետո մենք շատ հաղորդումներ ենք ունեցել ու ես փորձել եմ հասկանալ ձեզ ուղիղ տեքստով էլ հարցրել եմ, ձեր դիրքորոշումը չի փոխվել, միշտ պատասխանել եք ոչ, հիմա այստեղ փաստաբանությունից բացի շարունակելու եք ձեր այդ հասարակական գործունեությունը, թե ոչ։ Միանշանակ շարունակելու եմ իմ հասարակական գործունեությունը, որովհետև այդ գործունեությունը շատ ճիշտ եք նկատել հայապահպանմանն է միտված։ Եթե կհիշեք, մենք անգամ 22 թվականի ապրիլի 7-ին կազմակերպեցինք Արորթիներ պահպանողական կուսակցության համագումարը, որի ժամանակ ես ընտրվեցի որպես կուսակցության նախագահ, ճիշտ է, մինչ օրս այդ կուսակցությունը դեռ չի գրանցվել հասկանալի պատճառներով, բայց ամեն դեպքում ինչի Արորթիներ, ինչի պահպանողական կուսակցություն, որովհետև ծրագիրը կազմված էր, ստեղծվեց Հայ Արորթաց միություն, հասարակական կազմակերպությունը իրավապաշտպանն Անե նվիրյալ հայիների կազմակերպությունը եւ սրանք բոլորը իրենց ծրագրերով միտված են հայի արժեքային համակարգը բարձրացնելու, մեր արմատներին վերադառնալու, ամրացնելու հայի գենը, վերջապես ինչի մենք այս մասին դարձյալ խոսել ենք նախկին հաղորդումներում, հայի գենից կտրելն է, հայ լինելուց զրկելն է, որ ամենավտանգավոր զենքն է հայի դեմ, երբ որ հայը դադարում է հայ լինելուց, աշխարհում այլևս խնդիր չկա հային ոչնչացնելու, եւ այս խնդիրը լուծվում է ոչ թե առավելապես զենքի, այլ կրթության, ագիտացիաների, տեսնում ենք ինչպես են մեր արժեքները յուրացնում, ինչպես են նսեմացնում, ինչպես են մեզ արդեն սարքում քոչվոր եւ այս ամենի պահպանմանն էր ուղղված մեր գործունեությունը, թե ով կլիներ իշխանությունը, ինչպիսին կլինի իշխանությունը, ով է լինի միևնույն է։ Եվ ի վերջո եկեք համաձայնում ենք, ինչքան էլ ուզում է իշխանությունը լինի մեր սրտի ուզած իշխանությունը, հասարակությունը պետք է այդ իշխանությանը նաև օգնի ուղղորդի որոշակի գործողություններին։ Այո, չենք բացառի, որ այսօր բոլորի դժգոհությունը մեծ է իշխանություններից եղել եւ կա նախկինների նկատմամբ էլ է եղել, վաղ եկող իշխանության նկատմամբ էլ է դժգոհություններ լինելու, բայց մեր խնդիրը որպես քաղաքացիներ հայ մնալու մեջ է։ Եթե մենք պահպանում ենք մեր էությունը, իշխանությանը այլ բան չի մնում, քան հետևել այդ էությանը, լինել այդ էության կրողը։ Այո, հասարակությունը պետք է իշխանությանը ստիպի լինել այնպիսին, ինչպիսին հասարակությունն է։ Սրանից այն կողմ ես չգիտեմ, ինչպես կարելի է բացատրել ազգությանը, որ հարգելիներս այդ կքած վիճակից պետք է վեր լինել, պետք է վեր լինել ցանկացած նյութական կամ այլ արժեքներից, պետք է լինել հայ, պետք է լինել արմատները հարգող, պետք է լինել հետևողական քո ազգային արժեքների նկատմամբ։ Սրան է ուղղված մեր հասարակական գործունեությունը եւ սա դադարեցնել ինձ համար գոնե թե նշանակում է հրաժարվել այն գաղափարից, որ այո կարելի է մեր արժեքները վերականգնել, մնացածը արմատավորել, ամրապնդել եւ անցնել առաջ, կայացնել, զարգացնել, որովհետեւ շատ հայտնի խոսքեր կան, գիտնականներ կան, ովքեր նշել են իրենց խոսքում, որ եթե հայը չլինի աշխարհում այս գեյմեր կսկսի աշխարհի մոտ։ Եվ սա նաեւ մենակ մեր համար չի, կարելի ասել, որ ամբողջ աշխարհի համար է, որ հայը հայ մնա, որովհետեւ տեսնում ենք ինչքան գիտնականներ, ինչքան մշակույթ եւ ինչ արժեքներ են դուրս եկել Հայաստանից եւ այսօր ամբողջ աշխարհում տարածված, եթե կա մի գիտնական կամ մի առաջադեմ միտք, գաղափար, կրողի արմատը հայինն է։ Սուսաննա, շնորհակալություն եմ հայտնում այսօր հաղորդման համար, կարծում եմ արդեն մենք համատեղ շարունակենք աշխատել, թեմաները բավականին շատ են
Ես կցանկանայի լսել նաև Բաքվում կատարվող այդ կեղծ դատավարության մասին ձեր դիրքորոշումը, կարծում եմ հաջորդ հաղորդման ժամանակ կհասցնենք արդեն անդրադառնալ։ Թեմաները բավական է շատ է եւ ձեր գործի հետ կապված մանրամասներին կծանոթանանք եւ դրան զուգահեռ որտեղ կտեսնենք թերություններ, խնդիրներ կբարձրաձայնենք։ Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում եւ ասեմ, որ այսօր ես տեսա այս Սուսաննա Սարգսյանին, ում ճանաչում էի այսքան տարիներ, չկոտրվող, համառ, պայքարող տեսակ, այնպես որ հետևենք զարգացումներին։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք մեր հաղորդումը, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։